Բարև ձեզ։ Այսօրվա հունիսի 14-ի Մամլոն հաղորդաշարի երթական հաղորդումը ես վերնագրել եմ պատերազմը տարածաշրջանում եւ Հայաստանի ներքաղաքական գզվրտոցը։ Բայց նախքան թեմային ասնելը, ինչպես միշտ դիմում եմ կոչով բոլոր նրանց, ովքեր նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք բաժանորդագրված են, նայում են հաղորդումներս, ապա շարունակեք խնդրեմ դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամաս Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բուն նյութին եւ այսպես պատերազմը տարածաշրջանում եւ Հայաստանի ներքաղաքական գզվրտոցը։ Ցավոք արդեն երկրորդ օրն է տարածաշրջանում սկսվել է պատերազմ, որը սանձազերծել է Իսրայելը Իրանի դեմ։ Իդեպ, քանի որ այդ երկու երկրների անունները ասացի, լիգբեզի զեղում անել, հետո կանցնեմ նույն թեմային, բան այն է, որ որոշ հայ վերլուծիչներ, այսպես ասենք գիտունիկներ, քաղաքական, յուրում են, ասում են Իսրայել, ասում են Իրան, գրողը տանի, թեթ կարդացեք, գիրք կարդացեք, բառարան բացարեք, չէ որ ասում են, չէ, գրագիտությունը մոդայիկ է, այսպես։ Ոչ թե Իսրայել, այլ Իսրայել, ոչ թե Իրան, այլ Իրան։ Սա այսպես, լիգբեզի զեղումով։ Սանձազերծած պատերազմը շատ հղի է էսկալացիայի մեծ վտանգով, որը որ լուրջ մարտահրավեր է նաև Հայաստանի համար։ Եվ այս առումով այս մտահոգությունը արտահայտել է Հայաստանում միակ քաղաքական ուժը Հայ ազգային կոնգրեսը։ Հենց ժամեր անց Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ արտահայտելով իր մտահոգությունը եւ կոչով դիմեց քաղաքական ուժերին ժողովրդին։ Հայաստանում կարծես թե այլ քաղաքական ուժեր գոյություն չունեն։ Ինչևէ, ես ուզում եմ մի քանի չամառոտ մեջբերումներ անել այդ հայտարարությունից, ազգային կոնգրեսի արած հայտարարությունից, դուք շարունակենք։ Եվ այսպես Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, ես մեջբերեմ. Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն եւ սթափ իրատեսական մոտեցում։ Իրանի հետ մեր երկրի հարևանություն եւ պատմականորեն ձևավորված բարեդերացիական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի ռազմավարական շահերը պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Այնուհետև նաեւ մասնավորապես այդ Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է, որից մեջբերեմ. այս ճգնաժամային պահին նաև մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից, երթերից, ցույցերից եւ հանրահավաքներից եւ համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը։ Ներքին պառակտում եւ հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը եւ խանգարում են արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին։ Կրկնում եմ, սա սթափեցյան մտահոգության կոչ է, մի բան, որ բացի հակից այլ քաղաքական ուժ Հայաստանում դեռևս հանդես չի եկել, մինչև գոնե այս պահը, երբ ես մտա եթեր։ Ավելին, երբ իրավիճակը գնալով ավելի բարդանում է եւ այս Իսրայել-Իրան այս հակամարտությունը հղի է ավելի լայն նածավալ էսկալացիայով, Հայաստանի ներքաղաքական գզվրտոցը շարունակվում է, այսպես թե պետություն, եկեղեցի փոխհարաբերությունների
ըստիս բավական տհաճ, սխալ եւ նույնիսկ կարող էր նաեւ մտածածին ուժերի ազդեցության տակ ստեղծված գզվրտոցից վերջացրած որոշ անձանց վայրահաճություններից հասկացաք խոսքը ում եւ ինչի մասին եւ այս պայմաններում գիտեք ես հիշեցի շվեդ գրող Սելմա Լագերլեֆի Նիսի հրաշալի ճանապարհությունը վայրիսագերի հետ պատմվածքի հիման վրա նկարահանված հրաշալի մուլտֆիլմ է, սա մուլտֆիլմի նկարահանված 1955 թվականին եւ այդ մուլտից մի հատված, երբ Նիլսը կախարդական սրինգով ամրոցից հանում է առնետներին, ամրոցը դες գրաված առնետներին բողոքի ճուշ նշաններ են լինում բայս ոնսեսի եւ բույրից մեկը այսպես դիմում է բողոքողներին ասելով երբ տանը սպառնում են առնետները մկներն ավելի լավ է սուս կենան մասա է կրկնում եմ երբ տարածաշրջանում մոլեգնում է ներողություն պատերազմի հրդեհը այն մարդիկ որոնք շարունակում են գզվրտոցը Հայաստանի ներքաղաքական կյանքում պետք է սուս կվեն, սուս մնան, կամ էլ թե չէ հասարակությունը սրանց պետք է լռեցնի, որտեղ հիմա դրա պահը չի։ Շատ վտանգավոր իրավիճակ է եւ կրկնում եմ ամենևին հարկ չկա քննարկելու արդյոք ճիշտ էր հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը տապության կոչի մասին միանշանակ երբ տանը սպառնում են առնետները մկներն ավելի լավ է սուս կենան այս իրավիճակում գիտեք նաեւ հետաքրքիր է նաեւ միջազգային հանրության արձագանքը միանշանակ միջազգային հանրության մեծ մասը դատապարտում է Իսրայելին բայց դատապարտությունը դատապարտություն դատապարտում, բայց ստակ գործողություններ առավես այդ պատերազմը դատարեցնելու ուղղությամբ չեն նշվարում, գուցե նաև դիվանագիտական ճանապարհներով անկասկած դրանք արվում են եւ ոչ միշտ է որ հարկ է այդ մասին հրապարակավ հայտնել։ Ճիշտ այնպես, ինչպես նաև այսպես ասած, երբ հրապարակային հայտարարություններից մեկն ինձ բավական, այսպես ասած, մտահոգիչ երևաց թվաց։ Խոսքս Ռուսաստանի հայտարարության մասին է, որտեղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սկզբնական հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, գրողտանի։ Ինչ Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության կտրուկ սրում, երբ պատերազմ է հայտարարել Իսրայելը Իրանի։ Եվ հետո միայն հաղորդագրություն եղավ, երբ որ համայն Ռուսիայի իմաստունի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Պեզեշքյանի հետ, եւ այդ հեռախոսազրույցում ինքը դատապարտել է Իսրայելի գործողությունը։ Մտահոգիչ է նաեւ, գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե իբր երբ նախքան այս պատերազմի սկսվելը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը բանակցություններ էին սկսել վարում այդ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Թրամփն ասում է, որ ինքը Իրանին 60-օրյա վերջնագիր է ներկայացրած եղել, որ եթե 60 օրում այդ բանակցությունները անարդյունավետ արդյունքի չհասնեն, ապա եւ ասում են չհասան եւ ահա 60 օրվա այդ
վերջնագիրը անցավ եւ 61-րդ օրը Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։ Այսինքն ոչ դիվանագիր, այսինքն ըստ էության արդարացրեց Իսրայելի գործողությունը Իրանի դեմ։ Եվ նաև ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները գիտեին այս մասին, որովհետև այդ հարձակումից ժամեր առաջ Միացյալ Նահանգները իրենց դեսպանատան աշխատողներին Իրաքից, Բաղդադից սկսեցին էվակուացնել։ Ժամեր առաջ։ Գիտեք, ըստ իս, գուցե սխալվում եմ, չգիտեմ, ամենայն դեպս ըստ իս Իսրայելը չէր գնա այս քայլին առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների, մասնավորապես Դոնալդ Թրամփի հետ կոնսուլտացիայից հետո։ Եվ նույնիսկ հիմա էլ արդեն մի տեսակ անախրոնիզմի պես է հնչում, երբ Դոնալդ Թրամփը հայտարարում է կոչ է անում Իրանին վերադառնալ բանակցությունների սեղան, քանի դեռ այդ երկրից մի բան մնացել է։ Սա շատ մտահոգիչ է, գիտեք։ Նրանք կամ չեն հասկանում իրավիճակը, կամ էլ թե չէ դիտավորյալ են այս իրավիճակը ավելի լարում։ Դերևս հակված եմ ավելի շատ իրավիճակին չհասկանալուց։ Ընդհանրապես ամերիկացիները ցույց է տվել փորձը, որ այնքան էլ հակված չեն խորանալ ըստ էության հասկանալ ինչ է կատարվում Միացյալ Նահանգներից դուրս իրավիճակը ընկալել։ Խոսքը մասնավորապես մի քիչ հեռուն գնամ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում էին Իրաք ներխուժել, պատժել Իրաքին, Քուվեյթի դեմ սանձազերծած պատերազմի համար, պատճառաբանում էին, որ Իրաքում Իրաքը արտադրում է քիմիական զենք, ունի քիմիական զենքի պաշարներ։ Քիմիական զենքի պաշարներ Իրաքը ուներ եւ դա չէր էլ թաքցնում։ Չէր թաքցնում եւ Իրաք-Իրանյան պատերազմի ժամանակ, երբ քիմիական զենք էր օգտագործում իրանական ուժերի դեմ, իրանական զորքերի դեմ, հետո ժամերով Բաղդադի հեռուստատեսությամբ ցուցադրվում էին կադրեր իրանական դիրքերից, երբ իրանցի զինվորների զոհերով։ Համարը ամեն օր ցուցադրում էին նույն կադրերը։ Եվ նշում, որ զոհերը օգտագործված քիմիական զենքի հետևանք են։ Իրաքը նաև քիմիական զենք էր օգտագործել քրդերի դեմ հենց բուն Իրաքում։ Իրաքը քիմիական զենք արտադրում էր, եւ գիտեք, որտեղ էր արտադրում։ Մի գործարան, որը ըստ պաշտոնապես կոչվում էր գյուղատնտեսական քիմիկատների արտադրության գործարան, որը կառուցվել էր Խորհրդային Միության ջանքերով, օգնությամբ։ Ես այդ գործարանում եղել եմ։ Այդ գործարանը Բաղդադից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա էր, եւ մեր ջերմակայանը, որն աշխատում էր Նասիրիայում, Բաղդադից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա, պետք էր քլորի դեֆիցիտ առաջացավ այդ երկրում, դեռ պատերազմով երկիր էր, եւ ասացին, որ քլոր կարող են գնել միայն այդ գործարանում կլինի։ Գնացեք այնտեղ եւ այդ ջերմակայանի անվտանգության իրաքցի աշխատակցի ուղեկցությամբ, որպես թարգմանիչ եւ մենեջերը կոնտրակտի մեկնեցինք Բաղդադ։ Հիմա հասնում ենք այդ ինչքան մոտենում ենք, զգացում է, որ պահպանությունը ուժեղանում է, հետո հասանք այն շենքին, տեսնում եք հակազենիթային համակարգեր են տեղադրված այդ գործարանի տանիքին։ Ինչի է, ինչ կարիք կա այս պարարտանյութերի գործարանը, այդ կոմբինատ, այդ գործարանը ցույց է պահպանություն, այս իրաքցի անվտանգության աշխատակիցը, որ իհարկե նրանց KGB հաստատ ծառայող էր,
գործ չունես։ Հասկացանք։ Հետո իմացանք, որ այստեղ նաև քիմիկատներից, գյուղատնտեսական քիմիկատներից բացի արտադրվում է քիմիական զենք։ Բայց հետո Իրաքը ինքը այդ քիմիական զենքը ոչնչացրեց, որ մահանակ չլինի Իրաքի դեմ հարձակվելու համար։ Բայց հետո, երբ սա պատճառաբանությամբ ամերիկացիները մտան Իրաք եւ որպեսզի պատճառաբանեն, թե իրենց մուտքը պատահական չէր, որ ահա մտան եւ վերացրեցին այն աղբյուրները, որտեղ քիմիական զենք էին արտադրում, ցույց էին տալիս, թե ինչպես ամերիկացի փորձագետները արկեր վերցնում գետնին թափած, հոտ քաշում այդ արկից, ասում սա քիմիական զենքի արկ է, գրողը տանի։ Իսկ 5-րդ դասարանում, երբ 5-րդ դասարանում, երբ քիմիայի առաջի դասին, դասատուն առաջի բանը որ ասեց, որ փորձ այդ բաներից, կոլբաներից, բայց քիմիականներից հոտ չքաշել երբեք։ Իսկ այս մասնագետները քիմիական զենքի, այսպես արտադրության ցեխում հոտ էին քաշում եւ ասում էին, սրանք այդ քիմիական զենք է։ Պրիմիտիվիզմը, հա։ Եվ նաև Ամերիկայի մի այդ իրավիճակի չիմանալու հետևանք էլ հիշում եմ ժամանակին, երբ Մադլեն Օլբրայթը դեռ պետքարտուղար չէր, այլ պետդեպարտամենտի ԱՊՀ երկրների գծով պատասխանատու էր, Ղարաբաղի ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու իր ծրագիրն էր բերել Երևան, նաև հանդիպես առաջին նախագահի հետ, ներկայացրեց, հետո նաև ընդգծում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հեչ գոհ չեն, որ Հայաստանը ջերմ նորմալ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Հայաստանի նախագահը, այսպես իր սովորության համաձայն պիջակը հանեց, կախեց աթոռի թիկնակին, նստեց Օլբրայթի կողքը, բացեց քարտեզը, սկսեց ցույց տալ, որ թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Ադրբեջանը, որտեղ է Ղարաբաղը, որտեղ է Իրանը։ Եվ հետո ասաց, հիմա ձեր առաջարկությունները ուշի մեջ են։ Մադլեն Օլբրայթն ասաց, ոչ սր կներեք։ Հասկանում եք։ Դերևս նույնն էլ հիմա է, որովհետև ամերիկացիները, եթե լրջորեն հասկանային տարածաշրջանի իրավիճակը, դերևս կզսպեին Իսրայելին, եւ եթե զսպեին, Իսրայելը այս քայլին չէր գնա։ Ինչևէ, քայլ արված է, պատերազմը սկսված է եւ ամեն ինչ կախված է հիմա թե Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից, թեպետ Ռուսաստանից այնքան շատ բան կախված չի, որտեղ Ռուսաստանն ինքն է ընկղմված իր սանձազերծած պատերազմի մեջ ընդդեմ Ուկրաինայի։ Ըստ որում, քանի որ խոսք գնաց Ռուսաստանի մասին, ապա որովհետև վերջերս հայտնի է, որ Ռուսաստանը Իրանի հետ համապարփակ փոխօգնության, համագործակցության պայմանագիր էր ստորագրել, որից կետերից մեկում էլ նշվում է շատ հետաքրքիր մի ձևակերպում կա։ Իրանի դեմ հարձակման դեպքում Ռուսաստանը չի պաշտպանի հարձակվող կողմին։ Պատկերացնում եք։ Այսինքն օգնելու մասին խոսք չկա, բայց ուղղակի չի պաշտպանի Իրանի դեմ հարձակված կողմին։ Այսպեսով հիմա էլ Ռուսաստանը բնականաբար իր կատարելով իր պայմանագրից բխող կետը չի պաշտպանում Իսրայելին։ Իհարկե Իրանը այն երկիրը չի, որ այս ձևակերպմանը չհասկանար եւ այսպես ձևակերպման պայմանագիր տակ ստորագրեր, ամենայն դեպս Իրանը լուրջ երկիր է, Իրանը շատ ամուր երկիր է եւ հուսանք, որ այս էսկալացիան վերջը շուտ կտրվի։ Հուսանք։ Այնուամենայնիվ ես լավատես եմ եւ կարծում եմ, որ
պատերազմի հրդեհը շատ չի տարածվի, բայց արդեն տարածվում է։ Բայց միաժամանակ հույս, իրականությունը իրականություն եւ դրա համար միանշանակ հրատապ է օրակարգային է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ նրանք, որոնք նայում են հաղորդումներս, ապա դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։